Վաշինգտոնը կհարվածի Իրանին, Թրամփը դեռ չի որոշել Թեհրանի արձագանքը, հարձակման դեպքում հզոր հակահարվածը չի ուշանա։ Երևանը Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին սպասելիս, Ջեյդի Վենսի այցը կլուծի Բաքվում պահվող հայգերիների խնդիրը։ Եվրոպա, Կենտրոնական Ասիա տարանցիկ փոխադրումներ 15 օրում, Եվրոպական ներդրումային բանկը կմասնակցի Նախիջևանի երկաթուղու գործարկմանը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ալ-Քաիդայի Համասի շարքում, Բրյուսելը նախատեսում է կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Խելացի լուսացույցներ, 18 մետրանոց ավտոբուսներ, Երևանը խցանումներից ազատելու լուծումները։ Միլիմետրանոց ականջակալներ, հեռախոսներ թաքցված անգամ կոշիկի մեջ, քննաշրջանը հաղթահարելու շրջանավարտների նոր հնարքները և պայքարը արտագրելու դեմ։ Ինչու է երկարաձգվում ձմեռային զորակոչը, այն կտևի մինչև փետրվարի 13-ը։ Խոշոր հրդեհ Երևանում անձեռոցիկների արտադրամասում, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կիլոմետրից։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Հարևան Իրանը լուրջ սպառնալիքների ներքո Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները փակուղում հայտնվելուց հետո ամեն օր պատերազմի նոր վտանգի մասին է խոսվում։ Ամերիկյան ավիակիրներն արդեն Իրանի մատույցներում են, նախագահ Թրամփը մեկ կոշտ ու սպառնալից է խոսում, մեկ մեղնացնում տոնը, բանակցելու պատուհան թողնում։ Թեհրանն էլ արձագանքում է, հարվածի դեպքում անհապաղ և հզոր պատասխանը չի ուշանա։ Միջազգային վերլուծաբանները ռազմական բախում են կանխատեսում արդեն այս շաբաթ կիրակի տարածաշրջանում հաշտարարի դերն է ուզում ստանձնել Անկարան։ Ամերիկյան ավիակիրներն ու ռազմական տեխնիկան, օդուժը, որքան մոտենում են տարածաշրջան Իրանին, այնքան ավելի է մեծանում ու խորանում միմյանց նկատմամբ սպառնալիքների տարափը Միացյալ Նահանգներից և Իրանից։ Ամերիկյան տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունների անարդյունավետությունը Թրամփին կարող է մղել նոր խոշոր հարվածի Իրանին։ Ընդ որում Թրամփը հայտնել է, թե Թեհրանին տված ժամկետը ավարտին է մոտենում։ Կարող է շատ ուժեղ հարվածել, բայց երկարատև պատերազմով նա չի կարող ինչ-որ խնդիր լուծել։ Այդ հարվածները չեն ոչնչացնելու Իրանը։ ԱՄՆ նախագահը ըստ ամերիկյան աղբյուրների հնարավոր է օդային հարվածներն ուղղի Իրանի առաջնորդների և անվտանգության ուժերի ուղղությամբ։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի հենց նրանք են պատասխանատու բողոքի ցույցերը ճնշելու և ցուցարարների սպանության համար։ Թեհրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ մտնում է հակամարտության երրորդ փուլ։ Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար և իրավահավասար համաձայնագիր առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին։ Իրանը այս ընթացքում դիտաբերություն շատ երկրների հետ ունելով Հայաստանի դասեր քաղել է 12 օրվա պատերազմի անհաջողությունը ցվելուծել է եւ որոշակիորեն զինվել է։ Ռուսաստանից եւ Չինաստանից գնելով բարձր մակարդակի հակօդային պաշտպանություն, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, հրթիռներ։ Իրանը շարունակում է դեռևս օգնություն թե քաղաքական թե այլ տիպի ստանալ Չինաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից ու այլ իրենց դաշնակիցներից, այսինքն եթե նույնիսկ պատերազմը լինի, դա չի նշանակում, որ այն հեշտությամբ կհասնի այն նպատակին, ինչի համար էլ այդ պատերազմը պետք է լինի, այսինքն քաղաքական ռեժիմի փոփոխությամբ։ Իրանի բանակը պատրաստ է անհապաղ եւ վճռականորեն արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի։ Իսրայելի հետ անցած տարվա պատերազմի փորձը թույլ կտա ավելի արդյունավետորեն արձագանքել սպառնալիքներին։ ԱՄՆ նախապայմաններ է առաջադրել իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման համար, որոնք ըստ ամերիկյան տեղեկատվական աղբյուրների ներառում են ուրանի հարստացումից հրաժարվելը, բալիստիկ հրթիռների ծրագրերի սահմանափակումը և տարածաշրջանում իրանական պրոքսի ուժերին աջակցելու դադարեցումը։ Թեհրանը, սակայն, ըստ ամերիկյան աղբյուրների, մերժել է այդ պահանջը և պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը։ Եթե դու այս հարցերում գնաս զիջումների, գնաս նաև այլ քաղաքական զիջումների, դու վերածվելու ես Իրաքի տիպի մի պետության։ ԱՄՆ Իրան լարվածությունն ինչ խոսք բացասական ազդեցություն է ունենալու իր հյուսիսային հարևան Հայաստանի վրա։ Իրանի թուլացումից առաջին հերթին օգտվելու է Ադրբեջանը, եւ հնարավոր է, որ օգտագործելով հարմար առիթը զորք մտցնի Սյունիք։
Ակնհայտ է, որ եթե մեծ պատերազմ լինի, Հայաստանը լինելու է Իրանի թշնամիների ճամբարում։ Դա ակնհայտ է։ Ու եթե մենք վերլուծենք տրիպ նախագծի խորքային իմաստը, ներկայիս կոնֆիգուրացիայով տրիպ նախագծը, մենք կտեսնենք, որ պարզապես հայ-իրանական սահմանը անցնելու է ամերիկացիներին։ Ադրբեջանական զորքերը շատ հանգիստ մտնելու են ամբողջ Սյունիքի մարզը ամբողջովին վերցնենք Միջանցքը բացի ոչ թե ինչ-որ Տրամպի ճանապարհ կամ Մեղրի հարավը։ Ամբողջ Սյունիքի մարզը կարող է մտնի վերցնի տեղի հայ բնակչության դուրս քշի։ 22 թվականին կարևորագույն գործոններից մեկը, որը թույլ չտվեց Ադրբեջանին այն ժամանակ արդեն բացել Զանգեզուրի միջանցքը, դա Իսլամական հեղափոխության կորպուսի ներկայացուցիչների հայտնվելն էր հայ-ադրբեջանա-իրանյան սահմանին, դա ակնհայտ աջակցություն էր Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Բայց եթե մենք շարունակենք լինել Իրանի թշնամիների ճամբարում, Իրանն էլ կարող է իր համար եզրահանգումներ անել։ Ամերիկյան հարվածների արդյունքում հնարավոր է, որ միգրացիոն հոսքերն Իրանից ավելանան դեպի Հայաստան, իսկ Հայաստանը պատրաստ կլինի ընդունել։ Թուրքիայի դեպքում այդ երկիրն արդեն բուֆերային գոտիներ է ստեղծում, որպեսզի արգելի իրանցիների հոսքն իր երկիր։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք թրիփը Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին ըստ երկրորդ նախագահի հայ-ամերիկյան պրոյեկտ է Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանը հայտարարել է, թե ծրագրում հայկական կողմի շահը չի տեսնում ավելին։ Նրա խոսքով Հայաստանը այստեղ արդեն ոչ թե կողմ է, այլ կիսակողմ։ Հիմա Միացյալ Նահանգներին տալ այդ բաժնի մասը, այսպես ասենք, եւ ազդեցությունը, սա նշանակում է, որ աշխարհակական գործոնը զրոյացվել է։ Հիմա այդ տոկոսային հարաբերակցությունը նշանակում է նաեւ տնտեսականն է գրեթե զրոյացվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանը անդրադարձել է նաև թրիփի հետ կապված Քոչարյանի մեկնաբանությանը։ Նա համարում է, թե երկրորդ նախագահի պարզաբանումը հնացած է։ Կարծում եմ, պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնելու։ Եվրամիությունն ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ մշակել Նախիջևանում կառուցվող երկաթուղային ենթակառույցների տեխնիկական տնտեսական հիմնավորումը, հաղորդում է Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացությունը, նշելով, որ նախագծի իրագործմանը մասնակցելու է նաև Եվրոպական ներդրումային բանկը։ Այս երկաթուղին ավելի ծավալուն տրանսկասպիան տրանսպորտային միջանցքի մաս կդառնա։ Դրա նպատակն է միավորել Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան տարանցիկ փոխադրումների ժամկետը հասցնելով 15 օրվա, նշված է հաղորդագրությունում։ Թրամփի ուղի նախագիծն առաջ մղելու համար Վաշինգտոնը տարածաշրջան է գործուղում փոխնախագահ Ջեյդի Վենսին։ Նա նախ Երևան կայցելի, ապա Բաքու։ Ոչ այլ ոք Միացյալ Նահանգների փոխնախագահն է մեր երկիր գալիս։ Փորձագետների կանխատեսմամբ տարածաշրջանում պետք է սպասել ռազմավարական փոփոխությունների։ Արդյոք Դիվենսի հետ հանդիպումների օրակարգում կլինի Բաքվում պահվող հայ գերիներին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ազատ արձակելու հարցը։ Փորձագիտական համայնքը կարծում է, որ պետք չէ բաց թողնել առիթը եւ գերիների հարցը անպայման բարձրացնել։ Ամերիկայի փոխնախագահ Վենսը Հայաստան գալու է, հասարակական քաղաքական գուշակություններին Թրամփի գրառումը վերջ դրեց։ Տեղակալին Կովկաս, այո, գործուղելու է եւ Հայաստան եւ Ադրբեջան։ Ճիշտ այս հերթականությամբ Վենսը նախ Երևան կգա, ապա դեպի Բաքու ուղղություն կվերցնի։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցել է Հայաստան եւ Ադրբեջան մեր խաղաղության ջանքերը զարգացնելու եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախագիծը առաջ մղելու համար։ Կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ։ Մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ։ Ըստ էության Վենսը տարածաշրջան է գալիս Սյունիքի ամերիկյան ճանապարհի հարցերով։ Նկատենք նաև Թրամփի ձևակերպումները ամրապնդելու են ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, շեշտում է, իսկ Հայաստանի հետ կապված միայն նշում, թե համաձայնագիր են ստորագրելու միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ։ Չնայած այս հանգամանքին փորձագիտական համայնքում այնուամենայնիվ միանշանակ է Ամերիկայի փոխնախագահի այցն այդ թվում մեր երկիր կարևոր նշանակություն ունի, թեպետև Թրամփն իր գրառման մեջ չի նշել, բայց նաև հայ-ամերիկյան գործակցությունն է քայլ առաջ գնում դեպի ռազմավարական մակարդակ։ Միայն մասնագետների պատճառահետևանքային վերլուծություններն են կիսվում ու տարբերվում իրարից, ինչ կտա կամ ինչ կպահանջի մեզնից Թրամփի ներկայացուցչի գալուստը։ Շատ կարևոր այց է սա մեզ համար, որովհետև ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի այս անկախության
ձեռքբերումից ի վեր Հայաստան շատ քիչ են այցելել եւ փորձի ցույց է տալիս նրանք էլ ովքեր որ այցելում են, դրանք այդ այցը շատ մեծ նշանակություն է ունենում։ Այնպես չի որ այցելում են այցելելու համար կամ ընդհանրապես գալշկայի համար։ Իհարկե դա խոսում է ռազմավարական փոփոխությունների մասին տարածաշրջանում, այսինքն ԱՄՆ-ն քայլ առ քայլ վերցնում է տարածաշրջանը իր վերահսկողության տակ եւ հիմնական եւ կարեւոր ԱՄՆ-ի համար փուլը նա է, որ բոլոր տարածաշրջանային process-ներից ԱՄՆ-ն փորձում է դուրս մղել Ռուսաստանին եւ Իրանին եւ նաեւ այս այցը այդ շրջանակներում է կատարվում։ Փորձագիտական համայնքում նաև տեսակետներ են շրջանառվում, թե Վենսի այցով հայկական դիվանագիտությունը մեկընդմիշտ կարող է լուծել Բաքվում ապօրինաբար պահվող արդեն 19 գերիների այն նույն խնդիրը, որ հայ-ադրբեջանական Ամերիկայի նախախաղաղության գագաթնաժողովի մեկնարկից առաջ Հայաստանի վարչապետի հետ զրույցում Միացյալ Նահանգների առաջնորդն ասել էր, թե կլուծի խնդրելով Ալիևին։ Այն ժամանակ Բաքվի բանտերում հալածվող հայերը ըստ էության հաստատված գերիները 23-ն էին։ Կարծում եմ հանուն ինձ կանեն դա, սա կարևոր է, չէ՞։ Այս փորձն աչքի առաջ ունենալով, երբ գրեթե կես տարի անց այդպես էլ պարզ չէ, խնդրեց Թրամփն Ալիևին թե ոչ, մասնագետների կարծիքները դարձյալ էականորեն իրարից տարբերվում են։ Փորձագետների մի խմբում համոզված են, որ փոխնախագահը կկարողանա Երևանից Բաքու հասցնել սահմանած խնդիր, որ հայ գերիներին ազատ արձակեն։ Մյուս խմբում էլ վստահ են, այո, այդպես հնարավոր է, բայց միևնույն է, Ալիևը բոլորին եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը առայժմ բաց չի թողնելու։ Ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում այս հարցում որոշակի առաջընթաց ունենալ, հաջողություն ունենալ։ Կարծում եմ այդքան կողմը կփորձի օգտվել այս առիթից եւ մյուս գերիների հարցներ բարձրացնի։ Դա համապատասխանում է 3 իշխանությունների շահերին՝ Ադրբեջանի, որովհետեւ նա փոխարեն շատ բան է ստանում, Հայաստանի գործող իշխանությանը, որովհետև այդ նոր խաղաղության դարաշրջանի PR-ի համար դա իրենց պետք է, եւ ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության, որը ցույց կտա, որ հասել է իր նպատակներին։ Մասնագետների խոսքով մինչև ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները, մի բան ակնհայտ է։ Հարավային Կովկասը կրկին մեծ քաղաքականության խաչմերուկում է, իսկ Հայաստանի համար առաջիկա ժամանակները կարող են լինել թե հնարավորությունների, թե պատասխանատվության լուրջ փորձաքար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ալ-Քաիդայի Համասի շարքում, Բրյուսելը նախատեսում է կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Խելացի լուսացույցներ, 18 մետրանոց ավտոբուսներ, Երևանը խցանումներից ազատելու լուծումները։ Միլիմետրանոցական ջակալներ, հեռախոսներ թաքցված անգամ կոշիկի մեջ, քննաշրջանը հաղթահարելու շրջանավարտների նոր հնարքները եւ պայքարը արտագրելու դեմ։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Կրկին Իրան, այդ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին վաղը կմեկնի Թուրքիա իր պաշտոնակից Հական Ֆիդանի հետ քննարկելու Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ցակած լարվածությունը, հաղորդում է Reuters-ը։ Երկու արտգործնախարարները նախ հեռախոսազրույցով են քննարկել տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Զրույցի ընթացքում Արաղչին եւ Ֆիդանը շեշտել են տարածաշրջանային վեճերին դիվանագիտական լուծումներ գտնելու եւ հիմնական խաղացողների միջև քաղաքական խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Reuters-ի աղբյուրները հաղորդում են, որ Թուրքիայում բանակցությունների ընթացքում Ֆիդանը եւս մեկ անգամ ընդգծելու է, որ Անկարան չի աջակցում Իրանի դեմ որևէ ռազմական գործողության։ Իրանի դեմ ուժային գործողությունները կարող են քաոսի հանգեցնել ողջ տարածաշրջանում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Ակնհայտ է, որ Իրանի շուրջ բանակցային ներուժը դեռ սպառված չէ, այդ առթիվ հարկավոր է կենտրոնանալ նախ եւ առաջ բանակցային մեխանիզմների վրա, նշել է Պեսկովը, ընդգծելով, որ Մոսկվան բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով ուժային ցանկացած գործողության հետևանքը կարող է դառնալ անվտանգային համակարգերի ապակայունացումը։ Եվրամիությունը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը, նշելով, որ կորպուսը ըստ լրատվամիջոցների մեծապես ներգրավված է եղել ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառմանը։ Կայա Կալասն ասել է, որ նախատեսվում է նաև նոր պատժամիջոցներ կիրառել, սա նրանց կդնի նույն մակարդակի վրա, ինչ Ալ-Քաիդան, Համասը, Դաեշը, նշել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ կաջակցի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելուն։ Ուկրաինայի 2027 թվականի հունվարի 1-ին Եվրամիությանը միանալու մասին խոսք անգամ լինել չի կարող, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Եվրամիության բոլոր անդամները, այդ թվում Ուկրաինան, որոնք ցանկանում են միանալ ապագայում, պետք է համապատասխանեն չափանիշներին։ Եվրամիությանը միանալը երկարատև գործընթաց է եւ տևում է մի քանի տարի։ Արագ անդամակցությունը պարզապես գործնականում անհնար է, ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ Մերցը նաև ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում իրենք աջակցում եւ խորհուրդներ են տալիս ուկրաինական կողմին։ Մենք այստեղ միջնորդի դեր չենք խաղում, մենք Ուկրաինայի կողմից ենք, հայտարարել է Մերցը։ Մոսկվան եւ Կիևը այսօր ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմիններ են փոխանակել հերթական անգամ, առաջինը այս տարվա ընթացքում։ Ռուսական կողմը Կիևին 1000 զոհված ուկրաինացի զինծառայողի մարմին է փոխանցել, ստանալով 38 ռուսաստանցի զինվորականի մարմին, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Վերջին անգամ մեկ ամիս առաջ էր ռուսական կողմը Ուկրաինային փոխանցեց 1003 մարմին, ուկրաինացիները Ռուսաստանին 26 մարմին։ Վերադառնանք Հայաստան, Հանրապետությունում մարդատար ավտոմեքենաների քանակը տարեց տարի զգալի տեմպերով ավելանում է, ինչը ըստ Երևանի քաղաքապետի ուղղակիորեն ազդում է երթևեկության ծանրաբեռնվածության վրա։ Քաղաքապետը համարում է, որ խնդրի լուծման համար նախատեսվում են մի շարք համակարգային քայլեր։ Առաջին ուղղությունը երթևեկության կառավարումն է, խելացի եւ արհեստական բանականությամբ աշխատող լուսացույցների ներդրմամբ, նրա խոսքով այդ գործընթացը կտևի մոտ 1.5 տարի։ Երկրորդ կարևոր քայլը ըստ քաղաքապետի 250 միավոր 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումն է, որը հանրային տրանսպորտի ոլորտում կդառնա ռազմավարական ծրագրի վերջին փուլը։ Երրորդ ուղղությունը Աչափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է, որը Ավինյանի գնահատմամբ թույլ կտա մոտ 22% ավելացնել մետրոյից օգտվողների թիվը եւ հիմք կստեղծի հետագա զարգացման համար։ Պետք է փորձենք արհեստական բանականության գործադրման այլ որոշումներով մաքսիմալ բերել այն ինչ որ հնարավոր է անել առանց այլ որոշումների, դրանից հետո մտածենք մյուս թեմաների մասին։ Իսկ տրոլեյբուսները մեր գալիս են, բանալ։ Այո, պարոն վարչապետ, նրանք հիմա արտադրության փուլում են, հենց այս տարի առաջին կիսամյակում ակնկալում ենք, որ ստանալու են։ Կառավարության 2021-26 թվականների ծրագրային դրույթներից մեկի համաձայն հանրապետության տարածքում պետք է ներդրվեր միասնական երթուղային ցանց, շնորհիվ որի բոլոր համայնքները կապահովվեին տրանսպորտային սպասարկմամբ, կբարձրանար ուղևորափոխադրումների սպասարկման որակը եւ վերահսկողության մակարդակը։ Համակարգը այս պահին ամբողջությամբ գործարկվել է միայն Կոտայքի, Արագածոտնի մարզերում։ Հարթակը հնարավորություն էր տալու ամբողջական տեղեկություններ ստանալ երթուղիների վերաբերյալ, այդ թվում մեկնման ժամկետի, սկզբնակետի, վերջնակետերի, ուղեգծերի մասին։ Միասնական երթուղային ցանցի ներդրման ժամանակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները հայտերի բացակայության պատճառով չեն կայացել։ Առավել խնդրահայրույց է իրավիճակը Արարատի մարզում։ Հաղթող ճանաչված կազմակերպությունը դեռևս 2023-ին զրկվել էր սպասարկման իրավունքից պարտավորությունները չկատարելու պատճառով։ Համակարգի ներդրման նպատակով հայտարարված միջազգային երկփուլ մրցույթի գնահատման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, քանի որ տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստում ժամկետը հետաձգվել է, հաշվի առնելով համակարգի ներդրման տեխնիկական ու ծրագրային ապահովման հետ կապված հարցերը։ Երևանի Նորագյուղ թաղամասում հարակից տարածքներում նախատեսվում է իրականացնել լայնածավալ քաղաքաշինական ծրագիր, որի շրջանակում կկառուցվի շուրջ 155 շենք, մոտ 65,000 բնակչի համար։ Կառավարության նիստում հայտնել է Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանի խոսքով ծրագրի բուն նպատակը ոչ միայն Երևանի փոքր կենտրոնի բեռնաթափումն է, այլև Երևանի քաղաքաշինական խնդիրների լուծումը։ Ավինյանը հիշեցրել է, որ դեռևս 2023-ին Նորագյուղ թաղամասի բնակիչներն են առաջարկել ներդրումային ծրագրի իրականացում ենթակառուցվածքային խնդիրները լուծելու նպատակով։ Քաղաքապետի դիտարկմամբ ծրագրի արդյունքում Նորագյուղի փոխարեն կձևավորվի ժամանակակից թաղամաս բարձրահարկ շենքերով եւ բնակիչներին կտրամադրվի փոխհատուցում իրենց բնակարանների շուկայական արժեքով, ինչպես նաեւ հավելյալ 30% գումար։ Այս 83.9 հեկտարների վրա մենք ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մենք ունենում ենք մոտավորապես 2-ից 2.5 միլիոն
քառակուսի մետր կառուցապատում, շուրջ 155 շենք 65,000 բնակչի համար։ Եվ այս հատվածը կարելի ասել էականորեն ենթադրվում է, որ բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը։ Հաջորդ թեմայի մասին, ինչ պայմաններ են Հայաստանում բիզնեսի համար համաշխարհային վիճակագիրների հրապարակած սանդղակում, առաջատարների քառյակում տեղի զբաղեցրած մեր հարևան Վրաստանից հետ ենք 33 կետով։ Տեխնաբանությունն ու վարչարարությունը ահռելի դժվարություններ ու բարդություններ են ստեղծում սկսնակ գործարարի համար։ Բանկից բիզնես վարկ ստանալը քիչ հավանականի շարքից է։ Ինչ խոչընդոտների է բախվում գործարարը նոր բիզնես հիմնելիս։ Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Որքան հեշտ է Հայաստանում բիզնեսով զբաղվելը։ Բիզնես ստեղծելը բառացիորեն րոպեներ է տևում։ Օնլայն տարբերակով հենց այդքան է անհրաժեշտ ՍՊԸ կամ ԱՁ գրանցելու համար։ Իսկ դրանից հետո, բայց հետո գործունեություն ծավալելը, հատկապես եթե դա արտադրություն է, որը կապված է մի շարք խնդիրների հետ, մատակարարում, տարբեր ծառայություններ, դե հետո իրացում այդ ամեն ինչը, ապա դա մի շարք խնդիրների հետ է կապված։ Համաշխարհային բանկի կազմած Business Ready պետությունների բիզնես միջավայրի գնահատման սանդղակի համաձայն Հայաստանը 2025-ին աշխարհում զբաղեցրել է 37-րդ տեղը։ Փոխարենը հարևան Վրաստանը հայտնվել է 4-րդ տեղում։ Հարց է առաջ գալիս. ինչ են կարողանում անել վրացիները եւ ինչը չի ստացվում մեզ մոտ։ Մասնագետները բացատրում են, որ այստեղ կարևորագույն գործոնը հարկային վարչարարությունն է։ Հաշվետվությունների նոր ձևեր են սահմանում, նոր կարգավորներ, որը բիզնեսի կյանքը բարդացնում է։ Թղթի վրա ամեն ինչ շատ լավ է, բայց մարդիկ պրակտիկ խնդիրների հանդիպում են գետնի վրա հենց մտնում են բիզնեսի աշխարհ, նշում են մասնագետները։ Իսկ խնդիրների մեծ մասը կապված են խճճված եւ բարդ օրենսդրության հետ, ինչը օրինակ բացակայում է Վրաստանում։ Բացառության բառը գրված կարծեմ հարկային օրենսգրքի մեջ, այսինքն մարդը, որպեսզի տիրապետի այս հարկային օրենսդրությամբ այդ բոլոր բացառություններին, պետք է այս կողմից գնում է այն հոդված, այն հոդվածից այն հոդված, իրանց հարկային օրենսգրքի անգամներով ծավալը փոքր է, քան մերը։ Վրացիները հնարավորինս պարզեցրել են իրենց հարկային վարչարարությունը, այնպես որ բիզնեսի համար այն առավելագույնս հարմար է։ Բացի այդ, չնայած Վրաստանում բանկային համակարգի մասնակիցների թիվը փոքր է, բիզնեսին առաջարկվող ֆինանսական գործիքներն ավելի բազմազան են։ Ֆինանսական հասանելիության խնդիրը իրանց մոտ ավելի հեշտ է։ Մեր մոտ բանկերը շատ ներողություն, բայց լոմբարդից էականորեն չեն տարբերվում։ Բիզնես անելու դյուրին լինել չլինելը միջազգային նորմերով նաև պայմանավորվում է ենթակառուցվածքների հասանելիությամբ։ Ասենք, քանի օրում արտադրողը կկարողանա արտադրամաս ջուր հասցնել։ Ենթակառուցվածքներից պետք է օգտվի, եթե արտադրությունը ինչ որ ջրի հոսք պետք է լինի, էլեկտրաէներգիա է հարկավոր, գազ է հարկավոր, ու պարզվում է, որ գազի մատակարարը այդտեղ համապատասխան ինչ որ կետ չունի, որպեսզի քեզ գազ մատակարարի, էլեկտրաէներգիայի մատակարարը համապատասխան կարողություններ չունի, ջրի մատակարարը չունի կարողություններ։ Խնդիրն այն է, որ տնտեսության զարգացման համար չկա այլ տարբերակ, քան բիզնես միջավայրի բարելավումը։ Այսինքն մի կողմից հրապարակվում է տնտեսական նոր դոկտրին, որի առանցքում բիզնես կարողությունների զարգացումն ու արտահանումն է, մյուս կողմից նույն միջազգային կառույցների գնահատականով փաստորեն բիզնես անելը Հայաստանում կոպիտ ասած շարունակում է լինել գլխացավանք։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ավագ դպրոցի վերջին դասարանում, որ աշակերտները պարապուրդի չմատնվեն, կամավորական աշխատանքով կարող են զբաղվել։ Արտասահմանյան բուհերի ընդունելության համար պարտադիր կամավորականության սերտիֆիկատները կառավարությունում ուզում են անհրաժեշտ դարձնել նաև մեր բուհերի ընդունելության պայմաններում։ Փորձագետների կարծիքով ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե չլինեին կոռուպցիոն ռիսկերը։ Կառավարությունը պատրաստվում է հիմնովին փոխել բուհերի ընդունելության համակարգը ըստ կրթության նախարարի նոր մոտեցմամբ 12-րդ դասարանի ուսումնառության մեծ մասը պետք է նվիրվի կամավորական աշխատանքներին, որոնք հաշվի կառնեն ընդունելության գործընթացում։ Ոլորտի փորձագետները դրական են գնահատում նախաձեռնությունը, ընդգծելով, որ այն ոչ միայն կխթանի երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, այլև կընդլայնի նրանց գործնական հմտությունները դեռևս դպրոցական տարիներից։ Ուսանողները մինչև ընդունվելը մասնակցում են տարբեր աշխատանքների, հիմնականում նրանք անում են համայնքներում իրեն, տարբեր հասարակական կազմակերպություններում, կարող են ասիստենտ լինել դասախոսի,
կարող են օրինակ մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին մասնակցել, կարող են կամավորական աշխատանք երիտասարդական կազմակերպությունում անել, օրինակ թարգմանություններ անել, տարբեր միջոցառումների կազմակերպման մեջ ընդգրկված կարող են լինել։ Այս փուլերն անցնելուց հետո աշակերտին կտրամադրվի կամավորական գործունեությունը հաստատող տեղեկանք, որը նա կներկայացնի բուհական ընդունելության ընթացքում։ Եվ չնայած եվրոպական փորձը որոշ երկրներում տվել է դրական արդյունք, այդուհանդերձ ոլորտի փորձագետների գնահատմամբ պետք է զգոն լինել, որ գործընթացը չդառնա ձևական, վերածվելով կոռուպցիոն մեխանիզմի։ Արևելյան Եվրոպայի երկրներում փորձ արվեց ներդնելու Եվրամիության այդ գաղափարը, բայց նա չաշխատեց, որովհետև դարձել էր ըստ էության երիտասարդների համար եւս մի կոռուպցիայի տեղ, որովհետև այսպես ասած տեղեկանքները ուղղակի գնում էին։ Կրթության մյուս փորձագետն էլ ընդգծում է, լավ կլիներ, որ կամավորական աշխատանքը իսկապես մնար կամավոր սկզբունքով։ Եթե այն գնահատականի բաղադրիչի մաս է կազմելու, ապա բնականորեն վերափոխվելու է պարտադիր կամավորի։ Ու մինչև այսօր էլ ըստ մասնագետի այդ արատավոր երևույթը համալսարաններում անգամ չի վերացել։ Նույն խնդիրը մենք ունենք, չէ, երկար տարիներ պրակտիկայի հետ կապված։ Մարդիկ գնում են պրակտիկաների, բայց շատ հաճախ պրակտիկաները կրում են ձևական բնույթ, որովհետև նախ վճարները շատ փոքր են, կազմակերպությունները ռեսուրս չունեն այդ պրակտիկան իրականացնելու նորմալ ձևով եւ հաճախ տեղաթուրվում աղճատվում է process-ը։ Բայց գաղափարը ինքնին լավն է, բայց շատ բան մեր կյանքում կախված է նրանից, թե ինչպես է այն իրականացվում։ Փորձագետները շեշտում են, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ ուսումնական գործընթացը առավել արդյունավետ դարձնելու համար դպրոցները պետք է սերտ համագործակցեն կազմակերպությունների հետ, հրավիրելով նրանց սեփական հմտություններն ու փորձը հենց դպրոցում փոխանցելու։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Ինչի ասես, որ չեն դիմում շրջանավարտները քննաշրջանը հաղթահարելու համար, արտագրելու հին ձևերին նոր մեթոդներ են եկել փոխարինելու։ Այժմ թրենդի մեջ են աննկատ միլիմետրանոց ականջալարերը, որոնք հեշտորեն կարողանում են ձեռք բերել համացանցից մեկ քլիկով իրենց հետ քննասենյակ տանել եւ ականջի այդ հուշարարով հարցաթերթիկը ծայրից ծայր լրացնել։ Ինչպես է տարվում արտագրության դեմ պայքարը, Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժում։ Հնդկաձավարի հատիկի չափ այս 2-3 միլիմետրանոց միկրո ականջակալները, որոնք համացանցում ակտիվ գովազդվում են, դարձել են քննություններին մասնակցող դիմորդների ու ուսանողների անտեսանելի օգնականը։ Չնայած խիստ հսկողությանը, դրանք շարունակում են գտնել ճանապարհը դեպի քննական դահլիճ։ Գնահատման և թեստավորման կենտրոնում փաստում են, խնդիրը նոր չէ, տարիներ շարունակ քննություններին մասնակցող որոշ դիմորդներ փորձում են շրջանցել կանոնները, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մենք իրենց ներս ենք թողնում մետաղորսիչ սարքով ստուգելուց հետո, բայց հաջողացնում են։ Չնայած նրան, որ քննության մեկնարկից առաջ դիմորդները մետաղորսիչ սարքով ստուգվում են, խնդիրը ամբողջությամբ դեռ լուծված չէ։ Գրիգորյանի խոսքով հատուկ ուշադրության կենտրոնում են այն դիմորդները, ովքեր քննության ընթացքում հաճախակի են այցելում սանհանգույց։ Եղել են նախադեպեր, երբ դիմորդը կարողացել է թաքցնել հեռախոսը եւ քննության ընթացքում կապ հաստատել դրսի հետ։ Ընդունող հանձնաժողովի համար գաղտնիք չեն նաեւ հեռախոսների թաքցնելու դասական մեթոդները։ Գոտու մետաղե ճարմանդի տակ, կոշիկի մեջ կամ հագուստի տարբեր հատվածներում։ Սակայն հանձնաժողովի փորձառու անդամները վստահեցնում են դիմորդների վարքագիծը հաճախ ինքն է մատնում նրանց։ Մետաղական սարքն արձագանքում է մետաղ պարունակող ցանկացած իրի, բայց անկեղծ ասած չեմ կարող ասել, թե ինչպես է ստացվում, որ մինի ականջակալով հաջողացնում են ներս մտնել։ Պարզվում է միկրոականջակալների շուկան բավականին բազմազան է։ Ժամը լրատվականը զանգահարեց հայտարարություններից մեկում նշված համարով գործարքը տևեց 3-4 րոպե։ Վաճառողի խոսքով մինի ականջակալները կամ այլ կերպ ասած ժուչոկները վաճառվում են կայծակնային արագությամբ։ Հաճախ մի ամբողջ կուրս է գնել 30 հատ միաժամանակ։ Անվտանգ են։ Իհարկե, չկա։ Այդ որ տեսակը մեկ էլ մի հատ կհուշեք ինձ կապսուլաների մասին, հա խոսքը։ Հա, կապսուլաների։ Հա, կապսուլաները իսկ ինչ սարքի հետ աշխատեն։ Նայեք, ուրեմն կա sense բան, շարիկներ են ջուրիկ, գցում եք ականջի մեջ, վզից գցում եք ոնց որ մեդալյոն։ Bluetooth-ով դա կպնում է հեռախոսին ու զանգում շփվում եք իրար հետ։ Վաճառողի խոսքով կա նաև կապսուլայով տարբերակը, որն ավելի վտանգավոր է եւ արագ կարող է բացահայտվել, ինչպես նաև տարբերակներ առանց անմիջական հեռախոսի օգտագործման։ Գինն էլ է տարբեր, սկսած 20-30 հազար դրամից մինչև 50 հազար դրամ եւ ավելի։ Մասնագետների խոսքով տեխնոլոգիան թեև զարգանում է, բայց դրա հետ մեկտեղ առաջանում են նոր հարցեր։ Արդյոք քննությունն արդար է անցնում։ Իսկ մինչև պատասխանատուները փորձում են լուծումներ գտնել, միկրոականջակալները շարունակում են մնալ կրթական համակարգի լուրջ մարտահրավերներից մեկը։ Դպրոցական
Տնտեսական կամ բուհական քննություններն այնքան խիստ չեն, որքան ընդունելության քննությունները, ասում են մասնագետներն ու հավելում։ Տեխնիկական միջոցների դեմ պայքարը անիմաստ է ու առաջարկում են փոխել քննությունների ձևաչափը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադարներ եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ինչու է երկարաձգվում ձմեռային զորակոչը, այն կտևի մինչև փետրվարի 13-ը։ Խոշոր հրդեհ Երևանում անձեռոցիկների արտադրամասում կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կիլոմետրից։ Մետեոաշխարհ ինչպես կանցնի ուրբաթը ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Չկոտրվելու, առաջ շարժվելու և կրթության մեջ հաղթանակելու պատմություններ 4090 բարեգործական հիմնադրամից, որ պատերազմի բովով անցած երիտասարդներին կրթության հարցում աջակցելու պատրաստակամությունն է ստանձնել։ 5 տարում իրագործնածն է ամփոփել գալամիջոցառմամբ հասույթը ուղղել 100 շահառու ուսանողի կրթավճարին։ Բոլոր նախաձեռնություններում հիմնադրամի կողքին է Արարատ բանկը։ Պատմությունն ու ջազն իրար են խառնվել, 4090 բարեգործական հիմնադրամն ամփոփում է իր գործունեությունը։ Հիմնադրամը ստեղծվեց 44-օրյայից հետո օգնելու պատերազմի մասնակիցներին կրթության միջոցով փոխել իրենց կյանքի որակը։ 5 տարի ավելի քան 100 նախագիծ եւ շուրջ 172 շահառու, նրանցից մեկը Թեմուրն է։ Ռազմական գործողությունների արդյունքում վնասվածքեր ստացել, հենաշարժողական խնդիրներ ուներ։ 4090-ի ծրագրերից մեկի շրջանակում Արարատ բանկի թիմի հետ մինչև իսկ լեռը վաճեց։ Կարողացել եմ ստրեսից դուրս գալ, դրա միջոցով կարողացել եմ ցավը վերափոխել արժեքի, որն էլ արդեն ինքնին ենթադրում է իրենից ուժ։ Հիմնադրամի գործունեության առաջին իսկ պահից Արարատ բանկը կանգնել է 4090-ի շահառուների կողքին։ Այս ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ հաջողված բարեգործական միջոցառումներ, որոնց արդյունքում հավաքագրված գումարն ուղղվել է հերոս տղաների կրթավճարների տրամադրմանը։ Ի պատիվ բանկը ընդհանրապես փորձում է մի փոքր կամ այսպես ասած համեստ իր մասնակցությամբ կարողանա նման նախագծերի կողքին լինել։ Նպատակները, որոնք ունեցել ենք այդ մեր շահառուներին կարողանան կրթաթոշակների հարցերը կարգավորենք, այսուհետև այդ մարդիկ դառնում են հասարակության լիարժեք անդամներ եւ իրենց մասնակցությամբ մենք հույս ունենք, որ ավելի ամուր, ավելի արժեքավոր հասարակություն կունենանք։ 4090 բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը սկսել ենք դեռևս 2022 թվականին եւ ըստ էության այսօր ամփոփիչ միջոցառումն է, ինչը նշանակում է, որ հիմնադրամը ավարտում է իր գործունեությունը, քանի որ հասել է իր նախանշված նպատակին եւ համագործակցությունը հիմնադրամի հետ զուտ ինքնանպատակ չէր, այլ ռազմավարական համագործակցություններ, ինչը նշանակում է, որ Արարատ բանկը մշտապես մոտ 5 տարի շարունակ կանգնած է եղել հիմնադրամի կողքին։ Ամփոփիչ գալամիջոցառման ամբողջ հասույթն այս անգամ ուղղվելու է հիմնադրամի շահառու հանդիսացող պատերազմի շուրջ 100 մասնակից ուսանողների 2025-26 ուստարվա երկրորդ կիսամյակի կրթավճարի տրամադրմանը։ Արարատ բանկի դերը մեր հիմնադրամի գործունեության մեջ ուղղակի անկրկնելի էր, որովհետև մեր հուսալի գործընկերներ այս 5 տարիների ընթացքում եւ մենք շատ վստահ ամեն քայլը գիտենք, որ մենք ունենք ռազմավարական գործընկեր։ Իդեպ, ինչպես Արարատ բանկի, այնպես էլ 4090 բարեգործական հիմնադրամի կարգախոսներում արտահայտված է վերելքի գաղափարը։ Բարձրանում ենք միասին եւ նվաճենք բարձունքը կրթությամբ, համահունչ հերոս տղաներին ոտքի կանգնեցնելուն ուղղված համագործակցությանը։ Էդվարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Գերմանացի իրավապահները բավարարել են Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Հայաստանին են հանձնել հետախուզվող անձին, որ մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ այդ կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ոստիկանները ապահովել են նրա տեղափոխումը Երևան։ Օրվա ուշագրավ մյուս լուրերը մեկ տեսաշարով։ Ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։ Կառավարության այս որոշումը բացատրվել է զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու եւ դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Այսպիսով Պաշտպանության նախարարության հիմնավորմամբ 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թվականի ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։
Առաջիկա ընտրությունների մասին խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ընդդիմադիր պետք է հայտարարի, որ բացառում է որևէ համագործակցություն քաղաքացիական պայմանագրի հետ։ Եթե իր քաղաքական ուժը առաջին տեղում չլինի, ապա Քոչարյանն ասում է, ինքը որևէ հավակնություն չի ունենա, որովհետև չի պատկերացնում, որ իր ձևակերպամբ կարող է գնալ կառավարությունում նախարար աշխատել։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Մասյաց-Սոտնի թեմի առաջնորդի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ։ Ըստ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մազի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հունվարի 16-ին արգելել է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն խոչընդոտել Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյաց-Սոտնի թեմի առաջնորդի լիազորությունները կատարելու հարցում, մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Սակայն հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույց է հռչակվել։ Քննչական կոմիտեն նշել է, որ արկային դատական ակտը չկատարելու եւ դրա չկատարմանը դրդելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ինչի հիման վրա էլ նախաձեռնել են քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետությունը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է աշխատել միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ։ Այսօր ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, եւ անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերին վստահելի պատասխաններ ստանալուց հետո»։ Կառավարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ հետ Վաշինգտոնում ստորագրված 3 մտադրությունների հուշագրերից մեկը վերաբերում է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2025 թվականին ընդերք օգտագործման եւ ընդերքի պահպանության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները։ Տեսչական մարմինը ընդունել է 195 վարչական տույժի որոշում, իսկ նշանակված տուգանքների ընդհանուր չափը 27 միլիոն 160 հազար դրամ է եղել։ Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է 233 դեպք, որոնք վերաբերում են ապօրինի ընդերք օգտագործմանը եւ արդյունահանված ծավալները թաքցնելուն։ Այդ խախտումների հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է 2 միլիարդ 42 միլիոն 139 հազար 643 դրամ։ Միաժամանակ հայտնաբերվել է շուրջ 14 միլիոն 906 հազար խորանարդ մետր ապօրինի արդյունահանված հանքանյութ։ Պետական եկամուտների կոմիտեի հաշվարկներով նշված խախտումների արդյունքում պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 26 միլիարդ 369 միլիոն 45 հազար 787 դրամ։ Վերականգնվել է 460 միլիոն 417,195 դրամը, որը մուտքի արվել Հայաստանի պետական բյուջե։ Այսօր Երևանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ժամը 14:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի 90 կոտորակ 6 հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում հրդեհ է բռնկել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական մի քանի ջոկատներ։ Մինչև հրշեջների ժամանումը արտադրամասի աշխատակիցները փորձել են կանխել կրակի տարածումը։ Մարման աշխատանքներում ներգրավել է 12 հրշեջ փրկարարական բրիգադ։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատվել է, դեպքի վայր են ժամանել նաև գազի, էլեկտրական ցանցերի եւ շտապ օգնության ծառայությունների ներկայացուցիչները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթ է կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում, ջերմաստիճանը կբարձրանա ևս 5 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 4 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 0-ից 3 աստիճան ցուրտ, Լոռիում 6-ից 10, Տավուշում 9-ից 12 աստիճան տաքություն, Հարարատում, Արմավիրում կդիտվի 0-ից 2 աստիճան ցուրտ, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 7-ից 11, Սյունիքի նախալեռներում 6-ից 10 աստիճան ջերմություն։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 0-ից 2, երեկոյան 2-ից 4 աստիճան ցուրտ։
Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։